Փարքնեժդեհին վերջին 2-3 օրերի եթերներից հետո կամ ընթացքում կատարվել են հարյուրավոր գրառումներ։ Գրառումներ են կատարվել նաև իմ անձնական էջին, Messenger-ին, եղել են մարդիկ, ովքեր ինձ հարգում են, փաստորեն շնորհակալություն դրա համար, ուղղակի չեն ուզեցել հանրային տիրույթում ինձ հետ հակադրվել, մտածելով, որ դրանով իմ իմիջին կվնասեն, բայց ասեմ, որ ես որից է խնդիր չունեմ, ցանկացած ոք, ով ինձ հավանում է իմ խոսքը կամ գնահատում է կամ չի գնահատում, կարող է իհարկե պարկեշտության սահմանում իր հակադրվելը, իր դեմ լինելը արտաբերի, մեկնաբանի եւ ես կփորձեմ նորից պատասխանել ու քանի որ Messenger-ով էլ իմ անձնական էջին այդ նորից գրառումներ կան եւ մարդիկ ասում են չուզեցա այնտեղ ասեմ, բայց ախրի ձեր ասած Ամերիկան, Անգլիան, Եվրոպան ախրի SSS փիս բաներն են արել, ախրի Ռուսաստանն էլ SSS լավ բաներն է արել, առանց Ռուսիա ախրի չէր լինի, էս էլ չէր մնա, այն էլ չէր մնա։ Հասկանում եք, գլխիվայր ինֆորմացիա են տիրապետում, սա հենց բոլշևիկյան կեղտոտ ինֆորմատիվ այդ համակարգի, մինչև օրս գործող համակարգի զոհն են այդ մարդիկ եղել, ինչի համար ես եթերներ եմ թողարկում, որպեսզի մարդիկ հնարավորինս, իմ լսարանը շատ մեծ չէ, բայց հնարավորինս մարդկանց տեղեկացնեմ իրականության մասին։ Նախ շնորհակալություն գրառումների համար եւ սկսեմ հենց սկզբից, որպեսզի յուրաքանչյուրիդ առանձին, քանի որ անձնական էջով է պետք է պատասխանվեր, ես ուզում եմ եթերով պատասխանել ձեզ, որ Վիլսոնի իրավարար վճիռը, ասենք 1920 թվին կազմել է, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Դրանում ռուսները ոչ մի ներդրում չունեն, իսկ Վիլսոնի իրավարար վճիռը դա մեր միակ փրկության փաստաթուղթն է։ Վիլսոնի իրավարար վճիռի կազմման համար Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել են ազգերի լիգայի անդամներ Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան եւ Ճապոնիան։ Հասկանում եք, չէ՞։ Մենք չենք խնդրել իրենց։ Ռուսն էլ չի պարտադրել կամ խնդրել մեր համար։ Այդ Եվրոպան, Անգլիան, Ամերիկան այդ թուղթը սարքեցին։ Դրան ի հակառակ ռուսներն ու թուրքերը սարքեցին Մոսկովայի պայմանագիրը, որով կոտրեցին, կիսեցին, վերացրեցին այդ եվրոպացիների, ամերիկացիների, կամ Անգլիայի ստեղծած Հայաստանը։ Ստեղծողը մենք էինք, բայց ճանաչած Հայաստանը։ Իրենք ճանաչեցին, որ Հայաստանը պետություն է։ Ոչ Ադրբեջան են ճանաչել, ոչ բոլշևիկյան Ռուսաստան են ճանաչել, ոչ Թուրքիա են ճանաչել, ոչ Վրաստան են ճանաչել այդ տարածաշրջանում։ Մենակ Հայաստան են ճանաչել։ Ու ասեմ, մեզանից որից է մեկը չի խնդրել, հաշվորդ չի դիմել։ Ինքնական դա արել է արևմուտքը։ Էլ եմ ասում, դրան հակառակ ռուսներն ու թուրքերը Մոսկովայի պայմանագրով կործանեցին Հայաստանը։ Որովհետեւ դուք հասկանաք տարբերությունը։ Հասկանում եք։ Ռուսներն ու արևմուտքը քանի որ թշնամիներ էին, երբ որ մենք դարձանք արդեն բռնազավթվեցինք եւ մի մասը մնաց Թուրքիայի, այսինքն արդեն Քեմալական Թուրքիայի տարածք մնաց, մի մասը խորհրդային միության տարածք, դա իր հերթին բաժանվեց Արցախ, Նախիջևան, չգիտեմ, եսի միշտ տրվեց հարևաններին։ Մենք մնացինք խորհրդային միության կազմում եւ ավտոմատ այդ նույն արևմուտքը, այդ նույն Ամերիկան, որ պանոսներ էր բացել Հայաստանում, 120-130 հազար որբերի փրկեց, որոնց շարավիղները հիմա միլիոնից ավել են։ Այդ նույն Անգլիան, որը զենք զինամթերքով ապահովեց, Կարսի գրավումը մեր զորքի հետ կազմակերպեց, որը ռուսների դավադիր այդ դավաճանությամբ առանց կրագոցի հանձնվեց դրանից հետո։ Սրանք փաստեր են, որոնք ես ուզում եմ ասեմ, որ դուք համեմատության մեջ դնեք։ Հասկանաք, Անգլիայի վարչապետի որդին գերեվարվեց մեր կողմից, կռվում էր թուրքերի դեմ։ Ազատվեց գերությունից, նորից շարունակեց կռվել։ Իսկ Լենինը այդ ժամանակ Քեմալին նամակ էր գրում, թե երբ հարձակվեք, մենք այս կողմից, դուք այդ կողմից եկեք, 92 թե 90 քանի նամակ ունի Լենինն ու Քեմալն իրար հետ։ Թե Հայաստանի հարցը ոնց պետք է լուծեն։ Սա հո բոլշևիկները կամ ՀԱՊԿ անդամ, չգիտեմ, Նիկոլը կամ Սերժիկը կամ Ռոբերտը ձեզ դրա մասին հո չէին բարձրաձայնելու։ Հասկանում եք։ Կամ 3 Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան եկել է Հայաստան
Գնացել է Ծիծեռնակաբերդ, Կիսաքանդ շինությանը գնացել է հարգանքի տուրք է մատուցել։ Առաջ պետական ծիսակարգի մեջ դրված էր, որ եթե արտերկրից հյուր է գալի, տանում են Ծիծեռնակաբերդ։ Որպես մեր նահատակներին հարգանք։ Ի հարգանք մեր նահատակների։ Ասենք ոսոր մարդ գնում է Բաքու, Ալիևը տանում է Շեյդեն, Շայդեն, Շուիդեն, ես ինչ զահ ռումարեմ, տանում է դրանց գերեզմաններին ծնգի է իջեցնում, հարգել է տալիս։ Հասկանում եք։ Բայց հիմա մեր կառավարությունը դա հանել է այդ արողակարգից։ Լավ, այդ ամերիկացին ինչ է ինքնական գալիս առանց Նիկոլի, առանց Ալենի, առանց չգիտեմ արտգործ նախարարի գնում այնտեղ ծաղիկներ խոնարհում։ Մենք հապկ անդամ ենք, եթե հապկին ձեռք չտար ցեղասպանության մասին լռելը։ Նիկոլին ասում կբզենք, ասեն այդ տղալը ցեղասպանությունից խոսի։ Չէ, երբ որ խորհրդային միությանը պետք է եղել թուրքերին ինչ-որ բան հասկացնեն, ցեղասպանությունից են խոսել, չգիտեմ, պահանջատիրությունից են խոսել, հասկանում եք։ Սարդարապետի հուշարձանել է կառուցվել, Եղեռնի հուշարձանել է կառուցվել, երբ որ իրենց պետք է եղել։ Դրանք պարտադրել են։ Մենք մինչև օրս ռուսների լծի տակ ենք, մենք հապկ անդամ ենք։ Ու եթե Նիկոլը հրաժարվում է ցեղասպանությունից, ու Ռուսաստանը չի անհանգստանում, ուրեմն դա Ռուսաստանի միջոցով է արվում։ Ուրեմն այդ թուրքերի պահանջը շատ ժամանակ նաև գալիս է։ Վերջ-վերջո ասողը Պուտինն է, չէ՞։ Դե Պուտինին ասեն, Նիկոլին ասա, որ այս բանը սենց լինի։ Կամ մենք Նիկոլին ասում ենք, դու էլ ասա, որ դու երաշխավորում ես, խնդիր չկա, քո դեմ ոչ մի բան չկա, էլի ասենք ռուսի դեմ։ Դու դիր այդ ցեղասպանության հարցը մի կողմ դիր, քանդի այդ հուշարձանը։ Այս ամեն ինչը մենք հապկի անդամ ենք։ Մեր հետ ինչ վատ բան տեղի է ունենում հիմա։ Ինչ վատ բան տեղի է ունենում, մենք հապկի անդամ ենք։ Դրա խնդրը պետք է փնտրել հապկում։ Իսկ հապկը ինչ է դա Ռուսաստանն է հիմնականում։ Եթե պետք է հապկի անդամ Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ բարեհաջող օպերացիա իրագործեին Արցախում, որը իրենք հայտարարում են, չէ՞, Շոյգուն ասեց։ Ամերիկան ասել է գնացեք այդտեղ, բան արեք, Ամերիկան Մինսկի խմբի համանախագահ էր, Ֆրանսիան, նրանք տարակուսած են մինչև օրս։ Նիկոլն ասում է Մինսկի խումբը փակեք։ Ամերիկան ասել է Մինսկի խումբ փակեք, կամ չգիտեմ Ֆրանսիան ասել է։ Չէ։ Ասում է Ալիևը, ասում է Նիկոլը։ Եվրոպան ինչ անի։ Որ այսքանից հետո հələ գալիս են մենք չէ, իշխանությունը, որ այդ կարգի անինքնասեր անբարո է, հրաժարվում է ցեղասպանությունից, բայց եվրոպացին, ամերիկացին դեռ գալիս է, գնում է առանց դրանց ուղեկցության ցեղասպանության հուշարձան, ինչ եք ուզում անի։ Այսօր որ եվրո դիտորդները կանգնած են մեր շփման գծում, որ տղաներ չեն զոհվում տարի ու կեսա, 2 տարի է։ Նիկոլն էլ բարձրացան ասում է, տեսնում եք, այսին վերած խաղաղությունը ոչ մի զոհ չկա։ Տղա, հետո քո շնորհք չի է։ Դա եվրո դիտորդներն են այնտեղ կանգնած։ Ուզում ես այսօր եվրո դիտորդներին հանենք վաղնալիև մտնել է տղա գողանան այնտեղից։ Զինվոր սպանի, գերեվարի, առաջ գա։ Դու հետ կդաս տղաները հետ նահանջեն, Ալիևն էլ առաջ կգա, ըստ պայմանավորության։ Հասկանում եք։ Չտեսնել Արևմուտքի եւ Եվրոպայի այսքան արածը, ես ուղղակի ապշում եմ։ Հմեք որ նայեք, ոչ մի բան չեք լսի։ Հմեք կապսոսիկ ասի, վայ, ռուսները, վայ, որ գնացին, մենք ինչ պետք է լինենք, մենք ոնց պետք է լինենք, մենք կփրկվենք ուղղակի։ Թուրքերի հաջողությունը դա ռուսների ներկայությունն է այստեղ։ Ռուսը որ մեր ձեռքերը չկապի, թուրքը չի կարող առաջ գա։ Թուրքը չի կարող իշխանություն ձևավորել Հայաստանում։ Հետո այդ իշխանությունը հրճվում զուռնադողելով քեֆ է անում։ Արևմտյան Ադրբեջան թեզի հեղինակ, համահեղինակ ԿՊԱ-ականները հրճվում են, որ հաղթել են ջախջախիչ, դու եք ջախջախել։ Դուք հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Այդ ամեն ինչը ռուսական օկուպացիայի շրջանում է արվում, որը ռուսը մեզ չօկուպացներ, մենք նորմալ ընտրություններով իշխանություն ձևավորեինք, որը պահանջատեր լիներ։ Այդ նույն ՄԱԿ-ին, հա, ազգերի լիգայի հաջորդին, չգիտեմ Եվրոպային, չգիտեմ այդ Անգլիային ներկայացնել, որ ինչ է տեղի ունենում։ Ոչ թե գնան ասել Արցախն Ադրբեջանը մենք էլ օկուպանտ ենք։ Հանցագործի պիտակ է կախել վզներիցս։ Այդքանից հետո որ Ամերիկան 907 բանաձև էր սակել 90-ականներին սկզբներին 91 թե 92 թվին կարծեմ Ամերիկան 907 բանաձև սարքեց այդ հո մենք չէինք խնդրել որով Ադրբեջանի ճանաչումը ագրեսոր մինչ օրս գործում է կասեցվեց բայց գործում է
չի հանվել։ Իմիջիայլոց դրա ստորագրահավաք շարունակվում է։ Խնդրում եմ ակտիվ ստորագրեք էլեկտրոնային եւ թղթի վրա կարող եք իմ մոտ թղթեր կան մեքենայի մեջ, ովքեր ինձ ճանաչում են, զանգահարեք, մոտեցեք կամ ես կմոտենամ։ Դուք հասկանում եք, Ամերիկան 907 բանաձև էր սամել, որով Ադրբեջանին, ասենք, հարձակողական զենք չպետք է մատակարարի, որովհետեւ ինքը ագրեսոր է։ Հիմա Նիկոլն ասում է Արցախն Ադրբեջան, այսինքն ասում է ագրեսորը մենք ենք։ Մեզ պատժի, Ադրբեջանին մի պատժի։ Դա հոյ Նիկոլ ինքնագլուխ չի անում, հապկի Նիկոլը։ Ուրեմն Պուտինի թույլտվությունը կա, չէ՞։ Ուրեմն Ալիևը հասցրել է Պուտինի միջոցով Նիկոլին ասի, Արցախն Ադրբեջան է, որ օկուպանտը ես եմ, ոչ թե Ալիևը։ Թող Ալիևի զենք վաճառեն, ինձ չվաճառեն։ Որից կործանի Ալիևը։ Ուղիղ սա է դուրս գալի։ Իսկ ռուսները 907 բանաձև չունեին, մինչև որսել Ադրբեջան, այսինքն հիմա էլ չեն կարող, որտեղ իրենք զենքի կարիք ունեն, միշտ զինել են Ալիևին ու Ադրբեջանին, եւ Արցախը համարել են Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այսինքն ռուսները մեզ օկուպանտ են ճանաչել։ Հիմա Ամերիկան է մեր համար լավ բան արել, թե ռուսը։ Հիմա զուտ այդ 907 բանաձևի շրջանակներում մարդիկ Ադրբեջանին չճանաչեցին օկուպանտ, զենք չվաճառեցին։ Ռուսը չճանաչեց օկուպանտ, վաճառեց, հետո էլ ձեռքներս կապեց, ասեց դե զենքով արային ինչ-որ ուզում ես։ Եթե այսքան բանը լսելուց հետո եթե ինչ-որ մեկի մոտ նորից հարց կառաջանա, ես մեղավոր չեմ։ Բնակ խաղաղությամբ։